Այժմ օրեցօր խորացող կոռուպցիայի դրսևորումներից մեկի կրթությունը նորաձև է նախաձեռնության մասին։ Դրա շրջանակներում անց է կացվել հաղորդակցության հմտություններ խորագրով վերապատրաստման և կարողությունների զարգացման դասընթաց, որի մի քանի բաղադրիչը համոզիչ հաղորդակցում, պատմելու արվեստ ուղղակիորեն ներկայացվեցին ԱԺ-ում մաստեր կլասով։ Այսինքն, այդ ինչ հմտություններ եք սովորեցնում մասնակիցներին, ինչպես գործած մեղքերի համար ապագա պատասխանատվությունից խուսափելու համար հիմքեր ստեղծելու նպատակով նախընտրել խեղճարիֆի ու տգետի կարգավիճակը, ինչպես թքել քաղաքացու վրա որջվերի պես, ինչպես Հովիկ Աղազարյանի բնութագրմամբ ստվեր չառաջացնող դատարկություն լինելով հայհոյել պատգամավորին ու չկմեղանալ, ինչպես վիրավորել լրագրողին ու խուսափել պատասխանատվությունից, ինչպես թաղապետով ու թիմով ծեծել հասարակական ակտիվիստին ու հենց ծեծվողին կալանքի տանել, էլ որն ասեմ, էլ որը։ Բա վարչական ռեսուրսի կիրառմամբ կոռուպցիա չի, երբ հասարակական նախաձեռնության երկու բանախոսների համար պետական միջոցներից այդքան ռեսուրս է ծախսում, նրանց անվտանգությունը ապահովելու նպատակով։ Որևէ մեկը կարող է մեկ այլ հասարակական շարժում կամ նախաձեռնություն նշել, որի գործունեությունն այդքան պետական աջակցություն ստանա։ Ինչու են պետական կառույցներն ապահովում մասնակիցների ներկայությունը, ինչու են մասնակիցներից հավաքվում հեռախոսները, պայուսակները, նույնիսկ ժամացույցները։ Մենակ թե չասեք, թե վարչապետի կամ նրա կնոջ անվտանգությունն են ապահովում։ Չէ որ մեկն այդ պահին հանդես է գալիս ոչ թե որպես վարչապետ, այլ որպես բանախոս, իսկ մյուսն էլ ստի պաշտոնապես գրանցված ամուսին չի։ Սա դեռ քիչ է, Աննա Հակոբյանը հայտարարում է, թե իրենց արշավի նպատակը մարդկանց տգիտության ճիրաններից ազատելն է։ Բա որևէ մեկ իրեն չի ասել, որ մյուս բանախոսը Փաշինյանն ինքն է խոստովանել իր ու կառավարության տգիտությունը, կամ մասնակիցները գիտեն, որ իրենց հավաքել են, որպեսզի իրենց հանեն տգիտության ճիրաններից։ Որևէ մեկը չի կարող գալ եւ երկրի ղեկավարի նրա ընտանիքի անդամների մասին ճամարտակել են ամեն ինչ որ դուք նոր այստեղից արեցիք։ Դա մեկ։ Երկրորդը, որ բան եք անում, ծաղրում եք էլի խաչակրած արշավանք եք իրականացնում, կրթվելը նորաձև է շարժման նկատմամբ, ես ուզում եմ ասել, որ ոչ կրթվելը, ոչ նորաձևությունը ձեզ չի սպառնում, դուք հանգիստ եղեք։ Դուք Ժիգուլի եք եւ մնալու եք Ժիգուլի, ի սկզբանե կատարյալ ձեր բնորոշումը ես տվել եմ։ Ես իրեն անձնապես չեմ վիրավորում, ես ձեր մտածողությունն եմ ներկայացնում, պարոն Բա չէիք լսում, պարոն Մինասյան, չէիք լսում Գյուրեղյանի ելույթը։ Չէիք լսում Գյուրեղյանի ելույթը մինչև հիմա։ Չէիք լսում։ Չէ, բա չէիք լսում։ Բա չէիք լսում պարոն Մինասյան։ Գյուրեղյանին, պահանջեիք պարոն Արշակյանից, որ Տիկին Գյուրեղյանին բանանի, ասի մի վիրավորեք։ Բա խի չասեցիք։ Ոնց ասի, ինչ ասեք։ Բա գնա լսի։ Լավ էլի պարոն Մինասյան, խնդրում եմ էլի եկեք, կգաք ելույթ կունենաք կարտահայտվեք։ Պարոն Մինասյան, տեղից Հիմա ես էլի եմ ասում, ձեզ չի սպառնում ոչ կրթությունը, ոչ նորաձևությունը, որովհետև դուք ի սկզբանե կատարյալ Ժիգուլի եք, դրա նկարագրությունը տվել եմ։ Տգիտության մասին եք խոսում, դուք տգիտության լաբորատոր նմուշ եք, տեղով։ Դանին-Կրյուգերի էֆեկտն եք, էդ էլ եմ տվել։ Դուք մարդ եք, ով որ այսօր Երևանի չէ, Հայաստանի համալսարաններից մեկում դասա տալիս, բայց էլի չեմ դադարի հնչեցնել, երբ որ ասում էր բանը, Բագրատը մտավ Վանաձոր, անձրևը կտրվեց։ Դա ոնց կարելի է բնագետը, բնագիտության վերաբերյալ դասավանդող մարդը ոնց կարա տենց բան ասի, ժողովուրդ հասկացա, ցնդաբանություն, եկել աստե կրթությունից է խոսում մարդը։ Եկել է կրթությունից է խոսում, ինչ որ տերմիններ է բանանում, այստեղ ճամարտակում եւ այլն։ Կամ ասենք, բանը ինչքան կարելի է հատկապես ձեր խմբակցության որոշ անդամների կողմից գալ եւ այդպես թիրախավորել վարչապետի կնոջը։ Հատկապես այդքան իջնելով, այդքան էժանանալով։ Ես ուրիշ բացատրություն չեմ կարող գտնել, բացի նրանից, որ դուք ուղղակի դժբախտ մարդ եք։